Բարև ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր ջան։ Շարունակում ենք մեր հոգեվոր ճանապարհորդությունը Աստվածաշնչի էջերով, ծննդոցից մինչև հայտնություն։ Եվ այսօր մենք հասել ենք թվոց գիրքի 7-րդ եւ 8-րդ գլուխները։ Թվոց 7-րդ գլուխը Աստվածաշնչի ամենաերկար գլուխներից մեկն է։ Այն մանրամասն նկարագրում է Իսրայելի 12 ցեղերի իշխանների մատուցած ընծաները Խորանի սեղանի նավակատիքի համար։ Աստված պատվիրեց ամեն մի իշխան իր օրը թող մատուցի իր ընծան սեղանի նավակատինքի համար, որը գրված է թվոց 7-ի 11-րդ համարում։ Թեև բոլոր իշխանները մատուցում են նույն տիպի ընծաներ, Աստված յուրաքանչյուրին հիշատակում է առանձին։ Ինչպես է այստեղ բացահայտվում Տեր Հիսուսը։ Այս երկար ցուցակը մեզ հուշում է, որ Աստված տեսնում եւ գնահատում է յուրաքանչյուրիս անհատական նվիրումը։ Հիսուս Քրիստոսը մեր կատարյալ ընծան է, ամեն։ Ինչպես իշխանները բերեցին լավագույնը սեղանի համար, այնպես էլ Հիսուսը իրեն մատուցեց որպես անբասիր զո Աստծուն։ Նա է այն սեղանը, որի շուրջը մենք հավաքվում ենք, եւ նա է այն ձայնը, որը խոսում է մեզ հետ սրբարանից։ Ինչպես Մովսեսը լսեց Տիրոջ ձայնը տապանակի վրայից, տեսնում ենք այս գլխի վերջում։ Աստված, թանկագիններ, չի մոռանում ձեր արած ոչ մի բարի գործ կամ նվիրատվություն։ Եթե դուք ծառայում եք Տիրոջը, մի մտածեք, թե ձեր գործը աննկատ է։ Հիսուսը տեսնում է ձեր սիրտը եւ յուրաքանչյուր ջանք գրանցված է նրա մոտ։ Այսօր ձեզ հարց տվեք, ես ձեզ հետ միասին իհարկե։ Ինչ ընծա կարող ենք մատուցել Տիրոջը, իմ ժամանակը, իմ տաղանդը, թե իմ սիրտը։ Թվոց 8-րդ գլուխը սկսվում է ճրագակալի 7 ճրագները վառելու հրահանգով։ Տերն ասաց Մովսեսին. երբ ճրագները վառես, 7 ճրագները թող լույս տան ճրագակալի առջևի կողմից։ Թվոց 8:2-ը։ Այնուհետև խոսվում է ղևտացիների մաքրման եւ նվիրագործման մասին, որպեսզի նրանք պատրաստ լինեն ծառայության։ Ինչպես է այստեղ բացահայտվում Տեր Հիսուս Քրիստոսը։ Հիսուսն ասեց. Ես եմ աշխարհի լույսը։ Ճրագակալի լույսը, որը միշտ պետք է վառ լիներ, Քրիստոսի ներկայության պատկերն է մեր կյանքում, թանկագիններ։ Ինչպես ղևտացիները պետք է մաքրվեին նախքան ծառայության անցնելը, այնպես էլ մենք սրբվում ենք Հիսուսի թանկագին սուրբ այջունով։ Հիսուսը մեր սրբարանն է, ով մեզ դարձնում է պիտանի Աստծո արքայության համար։ Նա է այն ճշմարիտ լույսը, ճրագակալը, որը լուսավորում է մեր ճանապարհը դեպի սրբություն։ Սիրելիներ, մենք կանչված ենք լինելու լույս այս աշխարհում։ Տեր Հիսուսն ասեց Մատթեոս ավետարանում, որ դուք եք աշխարհի լույսը։ Բայց մենք կարող ենք փայլել միայն այն ժամանակ, երբ մաքրված ենք եւ միացած ենք աղբյուրին, Հիսուս Քրիստոսին, լույսի աղբյուրին։ Եթե զգում եք, որ ձեր հոգևոր լույսը մարում է, վերադարձեք Հիսուս Քրիստոսին։ Թույլ տվեք, որ նա նորից մաքրի ձեզ եւ վառի իր սերը ձեր սրտում։ Եկեք ավարտենք աղոթքով։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու մեր կյանքի լույսն ես եւ մեր կատարյալ ընծան։ Խնդրում ենք, ընդունիր մեր սրտերը եւ մաքրիր մեզ ամեն անօրենությունից։
Թող քո լույսը փայլի մեր միջոցով, որպեսզի աշխարհը տեսնի քո փառքը։ Օգնիր մեզ հավատարիմ մնալ մեր կոչման եւ միշտ քայլել քո ներկայության մեջ։ Ամեն։ Թանկագիններ, եթե այս ուսուցումը օրհնություն էր քեզ համար, կիսվիր քո ընկերոջը եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ եւ ինչպես տեսար Հիսուսին տվյալ գրքում։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո տունը, թող Տիրոջ շնորհը լինի բոլորիս հետ։ Ամեն։